Սիրելիներս, բարելույս իմ լավ ժողովուրդ։ Ձեր Անահիտը շկան պատրաստում է դուրս գա տատիկների հետ, այսօր պայմանավորվել եմ իմ սիրելի տատիկների հետ, Ժանի, Մոնիկի և գնում եմ ռեստորան։ Դրանից հետո գնալու ենք միասին իմ ակնոցները փոխեմ, և արևային և օպտիկական։ Դուրս եկա ժողովուրդ, չգիտեմ ուշացումով եմ դուրս եկել, թե չուշացումով։ Ես Սերժը ոնց է կանգնացրել իր կամիոնը, վերջը ես պիտի ջղայնանամ։ Հետո հասկանանց են ձեր առնում, թե մենք լավ չենք վարում, լավ չենք կանգնացնում, պարկինգ անում։ Չի կարելի չէ, չի կարելի չէ։ Ժողովուրդ ջան, Եվս մեկ անգամ շնորհավոր մեր 9000 հետևորդներ, իմ լավ թիմի անդամներ, շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում եմ երկար, ինչ ասեմ, ժամանակ մնանք միասին։ Ես ուզում եի ձեզ մի թեմայի շուրջ խոսել, կաշխատեմ սիրելիներս, ուղղակի, հանկարծակի, որ տեսնեք Անահիտը չկան, մի քանի օր բացակայում է, չանհանգստանաք, որովհետև մեր մոտ Ֆրանսիայում մինչև ամսի 22-ը մենք պիտի դեկլարացիա անենք մեր ամբողջ այդ հարկերը եւ այլն։ Վերջին ժամկետը 22-ին է։ Բայց լավա տեսա երեխեք, ջուրը բաց թողված էր, ջուրը թափեց, գլխի վրա տնկվեց, բայց քանի որ Անահիտը և Սերժը, մեր ընտանիքը, ես եմ իհարկե անողը, մենք հաշվապա չունենք, բոլոր ունեն հաշվապա, բայց ես ճիշտ ասած չուզեցի և ես ինքս եմ անում, թե ոնց եմ անում, չգիտեմ, Աստված ինձ օգնում է երևի, որովհետև իրոք բաներ կա, որ ես ինքս իմ վրա եմ զարմանում, ես ընդհանրապես հաշվապական չեմ ավարտել և ես ֆրանսիական օրենքների ժողովուրդ մի վարկյան, սենց դուրս կամ, հա, այդ չաչանակի տուն եմ գնում, իրա ոտը ջարդելա չի կարող գալ, բաներ պատվիրել, տանեմ տամ ու ընդեղից գնամ ռեստորան։ Ես հիմա պիտի կենտրոնանամ դրա վրա, որովհետև դա բավականին դժվար բարդ բան է, նրանք ովքեր ունեն աշխատավարձ, նրանք ովքեր ստանում են թոշակ, նրանք ովքեր ընդհանրապես ոչինչ չեն ստանում, պետությունը միանգամից է թուղթը դնում է ինտերնետի վրա, իրանք ստորագրում են ու վերջ, իրանք ոչինչ չունեն փոփոխվելու, բայց քանի որ մենք բոլորս երեքս էլ անհատ աշխատողներ ենք, այսինքն մենք աշխատում ենք մեր հաշվի վրա և այդ ամեն ինչը պիտի այնքան զգուշորեն այնտեղ տառեր կա, 5 կա, 5 կա, 5 կա, 6, 5 ասեց, այդ դրանք պիտի լրիվ ուշադիր լինեմ, իսկ դա ով է ուշադիր լինող Անահիտը, դրա համար ինձ պետքա մի քանի օր, որպեսզի ես կենտրոնանամ, դեժա զբաղվեմ։ Իսկ եթե անեմ արագությամբ, նորից հետ կվերադառնամ, բայց ուզում եմ ասեմ հանկարծ չանհանգստանանք։ Իհարկե, գիտեմ, որ շատերը հիմա էկրանի հետևից կասեն, այ մարդ ինչ ենք անհանգստանում, որ նաաբարոտ կուրախանանք, բայց գիտեմ, որ շատերը կան, ինձ սպասում են։ Դրա համար դուրս եկա եթեր, որ ձեզ ասեմ, երեխեք, այս կինը, այսը իրանց գոմն է, սա, մի վարկեն ցույց տամ վիլաժը։ Սա իրանց վիլաժն է։ Իրա տունը չգիտեմ, ինքը մի քիչ կլաուզնիկ է, նկարեմ թե չէ։ Այս վիլաժում կան մի քանի հոգի բնակիչ, 2-3։ Եթե չեմ սխալվում, սա է։ Ժողովուրդ ջան, դուրս եկա Նիկոլեստանից և ես ուզում էի մի թեմայով խոսել ձեր հետ։ Շատերը հարցնում են ինչ տարբերություն արտասահմանյան ժողովրդի և մեր Հայաստանի հայերի միջև։ Դե տարբերությունը գիտեք մի քիչ, այսպես ասած, լայն է, ընդարձակ է, բայց ընդհանուր բնավորության գծերը նույնն են, միայն լեզուն է փոխվում։ Նիկոլի նման, Մաղիի նման, Պատրիսիայի նման, Սոֆիի նման և այլ այդ մարդիկ ունեն իրենց նմանակները Հայաստանում։ Եվ գիտեք ինչ դա կա, չեմ ասում ֆիզիկապես, այլ բնավորությամբ, այսինքն մարդիկ մտածում են, թե լեզուն փոխում է, բնավորություններն է փոխում։ Ուղղակի այստեղ կա կուլտուրայի ինչ-որ մի բան, որը որ իրանք երկրի բարքերով են շարժվում, մենք Հայաստանում մեր բարքերով ենք շարժվում։ Իսկ ինչ վերաբերում է բնավորության, բնավորությունը բոլորին է նույնն է, սիրելիներս։ Չարը մնում է չար, բարին մնում է բարի, ինչ ասեմ, խաբեբան մնում է խաբեբա, խելոքը մնում է խելոք, կապրիզին մնում է կապրիզնի, այսինքն չի փոխում ոչ մի բան, մաքրասերը մնում է մաքրասեր, դա կապ չունի, որ երկրում ես ապրում, փնթին մնում է փնթին։ Ուղղակի ես էլ եմ ձեզ ասում, միակ բանը դա դաստիարակությունը եւ
ընդհանուր երկրի ստրուկտուրան, բարքերը, այնպես որ սիրելիներս բնավորության գծերը, բնավորության այդ խարակտերները, այդ ամեն ինչը բնավորությունը մարդու դա ամենտեղ նույնն է։ Ես կանֆետ եմ դրել բերանս, որովհետև առավոտյան շուտ էի արթնացել, ցույց սիրտս թուլացավ։ Ասեցի մինչև հաց ուտելը մի հատ փոքրիկ էս կանֆետ, էս կոնֆետ, էս սա աղջիկներ ջան։ Նրանք ովքեր բնակվում են արտասահմանում, Ֆրանսիայում եւ Անգլիայում եւ Ամերիկայում եւ ամենտեղ, սա ռիկոլա ինքը առանց շաքարի է եւ հագեցնում է ձեր ինչ որ երբ որ սոված եք լինում, որպեսզի չգերանաք, ասենք քաղցրության կարիք եք զգում, գնեք սրանից տարբեր համեր ունի։ Ատանք բաները սիրելիներս ավարտեցի գործերս, ոչինչ չկարողացա նկարահանել, դե բնականաբար նկարելու բան չկա, ժողովուրդ ջան, ես գնացի իմ գործերով, բանկային գործերով, իմ թղթերի գործերով եւ ամենակարևորը գնացի ակնոցներից, ես այսօր մի հատ կատալոգ եմ ստացել, պուբլիսիտե ռեկլամ, այդ ակնոցների տեսած ես սա խանութում չի տեսել, բայց ես հիշեցի, որ հենց դա էլ ընտրել էի։ Այդ աղջկան ցույց տվեց, ասում է հենց սա էլ ընտրել էի, կողքեզ դրել, ինչ որ է, վերցեցի, երկու ակնոցներն էլ գնեցի։ Դե ինչ ասեմ, համբերություն ձեզ բոլորի, ինձ նմանապես ես գնամ, փոխվեմ եւ անցնեմ մյուս գործերը, որը կապված է տան հետ կապված, այսինքն իմ օրդինատորի հետ կապված, որովհետեւ թղթեր ունեմ անելու բավական։ Իսկ թվում է ոչինչ չմոռացա, պոչտայի գործերը վաղը Սերժին կտանի, ամեն ինչ արված է։ Ելիներս բարի լույս իմ լավ ժողովուրդ։ Ինչպես եք, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ, իմ մոտ փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, ուղղակի ես վազվզոկի մեջ եմ, որովհետև մեր տարին ավարտվում է ամբողջ այդ հաշվարկները եւ այլն, հարկերը եւ այլն, դա վերջանում է, ավարտվում է մայիսի 22-ին եւ ես պետք է այն լրացնեմ։ Դեռ լրացնում եմ ժողովուրդ ջան, որովհետեւ բավականին կոմպլեքս մոմենտներ կա, մենք անհատ աշխատողներ ենք էլի, եւ ես չունեմ հաշվառված, ես ասել եմ արդեն։ Ես եմ անում։ Հիմա ինչ եմ ձեզ ուզում ասել։ Ես ճիշտ ասած 3 բլոկ չգցեցի, որովհետեւ мне очень было трудно։ Եվ գիտեք ինչ, երբ որ քո մողալդ ինչ որտեղ իջնում է, չեմ ցանկանում, որ իմ հետևորդուները տեսնեն այդ մոմենտը, որովհետև դժվար է, երբ որ դու քո ուղեղդ չես անջատվում դու եւ դու անընդհատ լարված մտածում ես, էս պյանեմ ու չես կենտրոնանում, որ պոզիտիվ էներգիա չես տալիս, գիտես, իսկ նեգատիվ էներգիա տամ ավելի լավ չկա մեր երեխեքան։ Եթե ես ոչինչ չպիտի փոխանցեմ, ես ինչ հրաշքա այս բնությունը, եթե ես ոչինչ չպիտի փոխանցեմ, ավելի լավ է չդուրս գամ եթեր, չնայած գիտեմ, որ շատ հետ կապնվել եք եւ ես նմանապես ձեր հետ, երբ որ ես տեսնում եմ ձեր կոմենտներն, ասեմ, ինքն է, եւ ուրախանում եմ, չնայած ես չեմ ճանաչում։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ուզում եմ ձեզ ասել, չմոռանաք լայքերը, չմոռանաք լինել ակտիվ, որովհետև գնալով պակասում ենք մենք դիտողները, ես շատ հնարավոր է որ դուր չի գալիս մնացածին իմ կոնտենտը, ես գիտեմ, բնական է, եթե չեն նայում, ուրեմն դուրները չի գալիս, շատերը ասում են Անայ ջան, գրում են Instagram-ով, այնքան զբաղված եմ եղել, հանկարծ չմտածել, չեմ նայում, ժողովուրդ ջան, ես իմ ամբողջ կյանքում չեմ սիրել ստիպել մեկին, ստիպել որ ինձ սիրեն, ստիպել որ ինձանից ապրանք գնեն, ստիպեմ որ ինձ կան ծափահարեն բասկետբոլի դահլիճում, ես այդ մի բանը իմս չի, չեմ սիրել լացել, չեմ սիրել նմնվալ, միշտ ուզել եմ հպարտ լինել, որպեսզի կողքինը դաժե որ ասում է ես մինիստրի աղջիկ եմ, բայց ես ցույց չեմ տվել, ես ասեմ ես կարող եմ բանվորի աղջիկ եմ, բայց ես քեզանից հպարտ եմ, դա է ամենակարևորը այս կյանքում, ես էլի եմ ասել եւ կասեմ, եթե դու նստել լացում ես եւ թնգթնգում ես, փող չունեմ ես, ով է բերում, լավ մի անգամ տվեցին, բայց հետո դրա համար իմ խոսքն է երիտասարդներին, եղեք հպարտ։ Ժողովուրդ մի հատ ասացված կա, չէ, ասում է երեխային դիր գործի հետևից գնա։ Մեր պարագայում այսօր ասում են երեխային եւ տղամարդուն դիր գործի հետևից նորից գնա։
Սերժին երեք ասեցի Սերժ, որ գնաս ասեցի այդ կողքի քաղաքը, ես նամակներ ունեմ ուղարկելու, կուղարկես եւ այս բանը արկղը, ասենք արկղ էլի կուլտուրական եմ էլի խոսում, ящик չասեմ։ Իմ ամուսնյակը վերցրել է այդ թուղթը, որ արկղի թուղթը, որ պիտի հետո ինքը պեչատը խփեն վրան, որպեսզի հաստատեն, որ ինքը գնացել է եւ արկը թողե սեղանին։ Զանգելում ասում Սերժ, ուր է թուղթն, ասում մոտս, ասում այդ թուղթը մենակ որ վերցել ես ինչ անեն։ Ծի ծաղու մուշկից գնում այն։ Դա էլ Սերգեյ Սերգեյեվիչի Սիրոժայի արկածները։ Իրա պատճառով եկա վրաս այդ վրաս։ Շտապ լավ կների, կուլտուրական խոսեմ։ Շտապ դրեցի, խաշեցի ասպերժը, բանը, ծնեբեկը, ձուն խաշվեց, լոլիկը հանել եմ դուրս, որտեղ սառը չեմ սիրում, վարունգ էլ պետք է գնեմ այսօր, և ամենակարևորը, գիտեք ինչ կարելի է գնել, ավոկադո ունեմ, չնայած ավոկադոն բավականին գերացնում է, չաղացնում է, չպիտի շատ չափ նանցնենք, բաներային ոչինչ չունեմ, ոչ մի քանի բան էլի աչքս ինչ տեսնի, ես մի հատ զանգեմ են ռուսական մեր հայկական սլավոնական խանութը, Սվետլանային ասեմ իմ համար պաղպաղակ պահի մի արկղ, որովհետև մի անգամ կգնեմ ու կգամ, Սերժն էլ է շատ սիրում և շատ ինքը այդքան քաղցր չի, ասեմ դեզ իմացեք, չգիտեմ ինչ են անում, էդի շոկոլադա վրայինը, թե շոկոլադ չի, թե արհեստական շոկոլադ է, բայց ամեն դեպքում այս ֆրանսիական շոկոլադների նման չի, անենց քաղցրա ուտում ես, հետևից պիտի մի 10 բաժակ ջուր խմես, հասա լավ ժողովուրդյան։ Ներկա այս փոքրիկ խանութը մեր և արագ գնումներ, չգիտեմ ինչ եմ գնել, ինչ եմ մոռացել, դա արդեն տեսնեմ, տասում անընդհատ գնում եմ էլի, որ գնամ, ինձ պետք է ուզում ես մեծ խմորեղեն սարքել, սրա հետ է Սերժի համար, որ գնել եմ այդ բանով, ձուկով, ոչ կիլոյով կուզեի գնել, բայց չկար, ուղղակի ես մի թեթևակի առևտուր արեցի, որ ամեն ինչը չէ, բայց հիմնական ապրանքները վերջացել էր, թթվասերը, մասկարպոնը, Այս ինտերմարշեի ֆիրման եմ գնում ես, շատ լավն է, հիմա տեսնենք, ինչ, ոչի ռոպեին մորացել է այս լայմերը, կանանչ գույնի լիմոնները, որոնք որ խմորեղենի համար շատ լավ է, աղջկացը բանի մեջ չտեսա, շաղիոյի մեջ հետ, տելեշկայի մեջ, Շատերը կասեն, տիլիշկա չի, տոտ տիլիշկա էլա, բելեշկա էլա, բայ պամիդորներս երեխեք տեսեք ինչ եղան, պամիդորները գյաբրլամիշ եղան, սա միայն կկատարվի Անահիտի և Անահիտի հետ, դավա մաման հետս չի, այսօր ուզում եմ մի հատ խմորեղեն սարքեմ, հապալած գնեցի սարացրած, սա մալինայի քուլի է, ինք արդեն պատրաստի, որ ասենք տորտ է սարքում, ինքը ինքան հաճելի է, մի քիչ քաղցր է, բայց կարող եք մի քիչ ավելացնել ջրային մաս, որ քաղցրությունն անցնի։ Կաբաչկաները նորից տոպրակը բան եղավ, ճղվեց, պատրվեց։ Սա այսպես, կաթը ջուրը չեմ հանում, ասեց, սա ժլես է, էսկյուզեմա, հասկացա, բայց ոչինչ, ես ինչ է ասում, սա գնել եմ, որտեղ ջուրը մենք չենք գնում, մենք մեր կրանտից ենք խմում, սա ուղղակի գնել եմ, որտիսի ճանապարհորդությունների համար վերցնես, էլի, հետո դու դաժե գնում ես, ժլեսը, d'accord, merci, il y a un Vichy, Volvic et ça, merci, d'accord, ok, merci, désolé, il y a deux, ouais, deux, ah, pardon. Là, il y en a un. Un, oui. Un aussi. Voilà. Et un. C'est bon? Impeccable. Ah, super, merci beaucoup. Comme ça m'évite de sortir. C'est plus pratique que beaucoup. Oui. Ces tomates, ils n'arrêtent pas de tomber.
սպրտում եմ ժողովուրդ ջան, անգար չմտածեք շատ կուլտուրական չի, ուղղակի նկարում էի դրա համար։ Շատ գոհ եմ այս ապարատուրայից, երեխեք մազերս ոնց որ պիտաչո կլինեն։ Ես նոր հարմարանք եմ գնել, շատ հարմար է, ասեմ ձեզ, որոշեցի փորձարկեմ այսօր մեքենան, եթե մի քիչ կշարժվի, ներող եղեք, գլուխներդ կպտտվի։ Ոնց չեմ սիրում ես գնումներից հետո տեղավոր ես, այ թե այստեղ տղամարդու ուժ է պետք։ Ամեն մի 6 լիտր, 6, 100 լիտր բան ենք դնում մեքենայի մեջ, ոչինչ, սա Սիրգեյեվիչս իջացնի մեքենայից, հիմա, եկեք այսպես անենք, սառնարանը դնեմ առանձին, հիմնական սառնարանային ապրանքներ եմ դնել, եսապտի պրշտան, պաղդոն, ներող եղեք սիրելիները, պտպտոցի համար էլ ներող եղեք։ Այնով մենք քոն եմ ծիծաղացել և ուրախացել, մեր իմ լավ հետևորդուիներից մեկը, Մելանիկը, պրիվետ Մելանիկ ջան, ինձ ինստագրամով մի հատ վիդեո էր ուղարկել, ասում Անահիտ, ենք քոն եմ սիրում ես դերասանուհուն, անունը չեմ ասի, մարդ ես կարող է ինքը չի ցանկանում, վայ, Գյումրիից է, այնքան եմ ծիծաղացել, որ լուրջ խոսում էր, լուրջ բաներ է պատում, դե ծիծաղալու, դե բնականաբար իր արկածներից և ամենակարևոր էր, ինչ շոքա երեխեք, մնում ասում, ինքը խոսում, ասենց խոսում եմ, բան կուլտուրական շորագայից ասում, պատկերջոգում եք, կուլտուրական եմ խոսում, դաժը մեր այդ դերասանուհիներն են ծիծաղում այդ սուտ բրագետների վրա, խոսացեք, ոնց խոսացել եք, դրա համար ամենակարևորը լինել հումորով և հասկանալ հումորը, չեմ ասում անցնեմ վուլգարության ոմանց նման, բայց դաժե եթե մարդիկ կան, իրանք վուլգար են, իրանք այդ տիպին են, ուրեմն դա իրանցն է, ոչ մեկըտ իրավունք չունեք, քիթներդ խոթեք մարդկանց կյանքի մեջ և ասեք, որ սենց արեք, նենց արեք, դա ոչ մեկի պրոֆիլը չի, դա ձեզ չի հետաքրքրում, սիրելիներս, եթե տակո են, էրանք ասելով ու ասելով, Էտա երկված սառացած մրգեր եմ գնել, հապալաս և մալինա, և ինչու, հնչու, ասեք ջեմիկի պես հնչու, որպեսի պատրաստեմ կուկիզներ, ամուսինս ասել անհարմար եմ գում ամուսնուս մոտ, անդհատ ասում անա, այդ են հարևանի համար, բան այդ անուն ինչա մի հատ խմորեղեն, մրգային խմորեղեն, այսօր որոշել եմ, չգիտեմ կպատրաստեմ թե չէ, նայած ըստ իմ դոկումենտացիաներին, որոշել եմ պատրաստել տիրամիսու ելակով, հիմա տեսնենք, յատեր աստված կա էլ էդի։ Երեկվանից իմ մազերը տնգվում է վերև, ինձ թվում է կապեր եմ հաստատում երկնքի հետ էլի, պատկերացնում եք, էներգիական դաշտս այնքան բարձր է, ինձ ասում է, Անահիտ, արդեն ժամանակն է մտի եթեր, էներգիա պետք է տաս ժողովրդին, ասում է, Անահիտ, Տիգզե, ճոգում եք երեխեք, դրա համար եկել եմ էլի, որ մազերս նորից նստի, որովհետև արդեն այդ բիզբիզությունից օգնել եմ, դե լավ սիրելիներս, գնանք տուն, արագ պատրաստեմ ճաշը և անցնեմ խոհանոց խմորեղեն պատրաստելու, այսօր գալիս է մայրիկ, կոկիզներ կանեմ երևի, չգիտեմ, մի հատ զանգեմ տեսնեմ ժամը քանիսին կլինեն տունը, համ էլ գնամ մի հատ մայրիկի հետ Ռոբերտովիչին դնեմ մայրիկի մեծ պատուհանների վրա, թող մաքրի լվանա, որովհետև կարիք է զգացվում, համ էլ մաքուր կլինի, մաման կգա կտեսնի մաքուր է, մանավանդ խոհանոցի պատուհանները պետք է լվացվի, անդադ շաբաթը մեկ պետք է լվացվի, գնացինք լավ, որոշեցի, չի որոշել նկարել, ամենայն ազնվությամբ, բայց ասեցի դե լավ, Անահիտչկա, давай жить дружно. Կարմիսող որացա գնեմ, բայց ոչինչ։ Եկեք կոկտեյլի հետ
Հիմա նայեք, տեսեք ինչ անում ձեր Անահիտը։ Այսօրվա Անահիտի կերակուրը լինելու է դիետետիկ իր համար էլի։ Սա Սերժի համար եմ գնել, կտակացնեմ վերջին րոպեին։ Ես ինչ կուտեմ, կուտեմ բանջարեղեն, դներեք չխկոցի համար և մի հատ աղցան պատրաստեմ։ Ուրեմն մի հատ անենց ընտիր բան եմ գնել, պատվիրել, մի հատ որ գա անպայման ձեզ ցույց կտամ, լրիվ 2-3 բան կա, որ իրոք անհամբերությամբ սպասում եմ, վերջի հասել, չէր հասնի երևի մինչև ամսի 26-ը գրած էր։ Ինչ որ է, տեսնենք հրը։ Ինչ լոլիկը լվանա, այս մեծ լոլիկներն էի դրել, բայց այս լոլիկը կգնա հիմա սառնարա, Սպերջաները, այսինք մեր բանը ինչ են ասում, սնեբեկը 4 սատով, թարսու շիտակ, օվրմատիկ կեսերից նման, կարմիր սոխ մորացա գնեմ, որովհետև սալատների համար, աղցանների համար շատ լավ է կարմիր սոխը։ Հիմա, ժողովուրդ ջան, ես ճիշտ ասած մտածեցի նես լավ եղանակա, ասեցի գնամ մեր մայրաքաղաքը, զանգեմ մի հատ Սվետլանային ժամը 12-ին է բացում, տեսնեմ, եթե պաղպաղակ ունի, կասեմ թող պահի ու լավաշ մեկ է, լավաշ սա վերջացել ու ամենակարևորը գնա մի հատ քաղաքի կենտրոն և ինձ մի հատ խանութ պետք է գնամ, ներքնած գեստի խանութ, Դարջլինգ, բոլորդ է գիտեք, ինձ թվում է ու տենց գնամ մի քիչ, գնամ առաջին հերթին, առաջին հերթին հա այդ խանութը, որովհետև այդ սլավոնական մեր խանութը այդքան հեռու չի քաղաքի կենտրոնից, հիմնականում գնամ այդ երկու խանութները, ոչ խանութ կարիք չունեմ գնալու, ինձ թվում է, վալա, ու եթե չալարեմ, դա Անահիտի կախված է Անահիտի տրամադրությանը։ Ձեզ ասեմ, ես մի տիպի մարդ եմ, որ իմ մոտ գալիս է այդ րոպեին սենց կապ չունի, ինչա, ոնց է և այլն։ Եթե մտքից դրվեց, եթե որոշեցի, կանեմ, եթե այդ րոպեին ասեմ, չէ, հարարում եմ եղան, դա իմ ձերքն է, հասկանում եք։ Մեզ չի որ ասես, ինչ բան միտքը փոխեք, միտքը բոլորս կարող են փոխել։ Ես ուրեմն գնել էի Մաղադանոս են օրը, ահավոր սա արդեն դեղնել է, բայց այսօր Սերժը անեց մի փունջ Մաղադանոս ա բերել ժողովուրդ, ես ասում եմ մարդ, այս Մաղադանոսը ես իսկան սենց մեզ չէի գնել, սա իմ գնացն էր, սա, որտեղից էի գնել են օրը, որտեղից էի գնել ժողովուրդ ջան սա, հա, այդ խանութից գյուղական և Սերժը բերել է սա, ինձ թվում է սա Վենսադի մեր այդ բանջարեղեն վաճառող այդ տղայի մոտից է բերել, հիմա ես սրանք պետք է լցնեմ ջրի մեջ, մի հատ թասի մեջ, թող լավ մաքրվի, լվացի, քոքերը կտրեմ, հետո կտրտում եմ, մաման ափսոս տանը չի, որովհետև ես այդքան ներվեր չունեմ, մոռացա։ Եվ ամենակարևորը, քիչ է պետք ուշքան քիչ էլ ավելացնեմ, այդ հարմ ռեհանի պակասություն էր զգում, բայց ինչ արած, սա շուտով կլինի ոչինչ ռեհանը։
անջատեմ ձայնի համար։ Երկար բարակ մտածեցի քինոան ես հիմա պատրաստում եմ, բայց քինոան ես պատրաստում երեկոյի համար, որովհետև երեկոյան աշխատում եմ հաց չուտեմ։ Բայց քանի որ կեսօրին պետք է լավ սնվենք, սա մեր իմ առողջարար սնունդը, ընդհանրապես ես սենց եմ պատրաստում, ձուն, ծնեբեկը, լորիկով մեր վարունգով տրադիցիոնի սալատը, աղցանը, աղտիշո ամուսուս համար, ինքը ուտում է սա սոուսով և սա մայոնեզով։ Ես մանրի շրսի, իմ սոուսով եմ ես ուտում, որոշեցի պատրաստեմ քոկ մսյուն։ Որոշեցի վերջին րոպեին, որ պատրաստեմ տաք սանդվիչ, որը կոչվում է քոկ մսյուն։ Բանը, վիչինայով, какие салаты ты у? Разве они это шубровые? Oui. Я просто шубровые. Տակ սանդվիչ իսկ քինոան կպահենք երեկոյան, որովհետև երեկոյան հացի տեղը դա է ուտում։ Serge, je t'ai acheté brandate. Tu manges pas le croque-monsieur? Hein? Comme tu veux, dis-moi. Il faut que je le compte. Si tu as brandate, croque-monsieur, quoi moi tu պատրաստեմ։ Փոխեցի այդ իմ այդ անկլադի մեջ այս ամանը, խորը, և դրել եմ խորովածի վրայի այդ փակիչը։ Հիմա ինչ եմ անում, վերցնում եք քոկ-մսյոյի պանիրը։ Այ այսպես դնում եմ վրա։ Մի հատը բավական է, որովհետև երկրորդով պետք է փակել, և սպիտակ վիչինա։ Այս է, և երկրորդով փակում եք, առանձնապես ոչ իման պետք չի պես շատ տանջվեք, վարա։ Ահա և մեր համեստ և շատ, ինչ ասեմ, առողջարար սնունդ, ծնեբեք, արտիշո, ձու, քոկ մսյոն մի քիչ այդքան կօգտակար չի, բայց պետք է կեսոնի և մեր լորիկով աղցանը, հիմա Սերժի այդ ձկային և պյուրեն էլ կգա, մեզ բարի ախորժակ։ Այս ուտելիքը դրեցի մի բան հիշեցի, պիտի մի հատ ասեմ շատ շուտ է, ուրեմն մի քիչ բարձր խոսում, որտեղ հեռու եմ դրել, ուրեմն ճաշ էի պատրաստել, այս տիպի բաներ էի պատրաստել ու ամուսուս համար, եթե չեմ սխալվում, ահա Սերժ, я պատի, պաշտետ և այլն, այսինքն երշիկային բաներ, դե ինքն ինչ ցանկանում է, առավոտյան հարցնում եմ, մեկի մի հատ աղջիկ, կին էր ինչ էր, գրել էր, ես էսի տամ, ես էս տնեմ իմ մամուս մարդուս դեմը կտա գլխիս, դուք պատկերացնում եք ինչքան հաճույք են զգում այդ տիպի մարդիկ, որ իրանց ամուսինները այդպես ապսեն վերցնեն ու տան գլխին, իսկ ես գիտեք ինչ գրեցի, եթե դու քո ամուսինդ քո ապսեն տալիս է քո գլխին, ուրեմն դրան ես արժանի։ Ես էլի եմ ձեզ ասում, սիրելիներս, այդ տիպի թափթփուկները մեր հայ տղամարդկանց իմիջներ են գցում, որովհետև մեր հայ տղամարդկանց նման կնամեծ, ինչ ուզում եք ասեք, բոլոր ազգերի մեջ կան, որ կանանց դավաճանում են, որ մեր հայ տղամարդիկ մի քիչ այդ կողմից ունեն էլ այդպես բաներ, մաչիզմը, բայց Ֆրանսիայի մեջ շատ կան, չմտածեք Ֆրանսիայի չկա, բայց իրենք կնոջը հարգում են։ Սիրում են գեղեցիկ իրանց կինը, որ 80% եմ ձեզ ասում, որ գեղեցիկ պատրաստում են, որ իրենց կինը ամեն ինչ անում են, մաքուր, իրեն գնահատում են դա։ Ու այդ տիպի թափթփուկները գցում են մեր տղամարդկանց, հայ տղամարդկանց իմիջը, ասում ապսեն կտա գլխից ու այն մեկը մտում ինքը ծիծաղալով բան ա գրել, մեկն էլ տակից գրել իմն էլ։ Գնացեք խոտ, ես էլ գրեցի, ասեցի դուք լավ կարելի գնաք այսպես գաք այսպես դաշտավայրերում խոտ արածեք էլի։ Ամենաճիշտը է դա խոտ ուտեք։ Ինչ եմ, ասեք սխալ եմ ասում, ժողովուրդ ջան։ Հիմա ինձ նայում են տղամարդիկ։ Բայց արժի դա այդ տիպի բան անել եւ ձեր իմիջը գցեն։ Ոնց կարող է պատահի տղամարդիկ լինեն այտենց մենել մեր հայ տղամարդիկ։ Ես չգիտեմ, ես չեմ տեսել դա։ Կարող է պատահի ինչ որ այդտեղ քիթումռուտ անեն, ասեն, չէ, իմ papan օրինակ որ գալի տեսնում էր մսով ճաշ չկար, ասում էր Ես նայում էր մաման ասում էր քո համար մսով ճաշ եմ, միսկա դու անհոգ եղի։ Այսինքն մարդիկան մսակեր են, հա, ասեն կարող է դեմք, բայց որ վիչինա բան տենց երշիկեղեն էր դնում մաման, papas շատ ուրախանում էր, որովհետև երշիկեղ ինքը սիրում էր մսային բաներ։ Այդպիսի բաներ սիրելիներս, դե ինչ, մեզ բարի ախորժակ։
Ձեզ նմանապես, գիտեմ, որ շատերը երեկոյան են նայում այս վլոգը, մենք այսօր, je pense que c'est le dernier jour qu'on mange dehors, non? Parce que j'annonce la pluie. Անձրև են հաղորդել։ C'est ton truc. Եկեք ավարտեմ իմ վլոգը և ձեզ ցանկանամ բարի ախորժակ և բարի դիտում։ Վայ ժողովուրդ, այսօր նենց լավ եղանակ է, չեք պատկերացնում, ես ճիշտ ասած մտածեցի չգնամ, je vais téléphoner pour aller chercher la glace aujourd'hui։ Հրաշք եղանակ։ Հիմա շատերդ կասեք Անահիտ, ես դու անընդհատ մեքենայի մեջ ես այսօրվա բլոգը։ Ինչ անեմ, ժողովուրդ ջան, ինչ անեմ, մի վայրկյան ժողովուրդ։ Այս հրաշք կաթեդրալի գեղեցկությունը ուղղակի չեք պատկերացնում, այն օրը մի հատ հետաքրքիր սերիալ էի նայում, կինո սերիալ, եւ գիտեք ամենակարևորը որն է, որ այնքան նման էր ես մեր կաթեդրալի քաղաքի, շատ գեղեցիկ է։ Но все-таки այն մյուսը գնեմ են երկար։ Ոյ աստված իմ, աստված կարոտ բայ, ջահեր երեխեք եք, դուք մենակ դրանց բառապաշճարը, դրանց խոսալու, իսկական ֆրանսիացիները իմ տարիքի կանայք են, իմ տարիքի, դաժե 40-ն էլ որ նայում ես, ես հիմիկվա երիտասարդությունը ուղղակի, ինչ ասեմ, չեմ ուզում խոսամ լավ այդ թեմայով, նայեք ինչ լավն է երեխեք։ Ժողովուրդ եկել եմ մի հատ արարողություն այստեղ, հիշում եք Կարլայի հետ ստեղ էինք նստել, ես ինչ է, չգիտեմ, շուկա է ոնց որ, հա, մի վարկյան մախշե դե ֆիեղտե, ասում է բանի է դա ինչա, հպարտության շուկա, բայց ինչ կապ ունի հպարտությունը և շուկան։ Սվետլանայի խանութը, ամեն անգամ ասում եմ Սվետլանա, հիշում եմ ամուսնուս։ Անդադ ինձ Սվետլանա է ասում։ Պաղպաղակ չէր ստացել, բայց ինչքան կալ գնեցի, հիմա ես մի հատ պլոմբիրն ուտեմ մեր ռուսական պլոմբիրը, ես ուղղակի նախ շատ շոկ եմ և շատ փափագակ եկել եմ, որ ուտեմ պաղպաղակ։ Մերվայներն ազատ են դահլիճը, Անահիտը շկան ուտում է պլոմբիր, դե լավ սիրելիներս անջատեմ, չեմ կարող համ խոսալ, համ ուտել, որտև տգեղ այդքան սիրուն չի լինի։ Գնացինք։ Զանգեցի մամային հասել են միտեղ, որ ես ու իրանք միասին են հասնում։ Եթե ես չհասնեմ տուն, իրանք բանալի չունեն, մնալու են դուրսը։ Ժողովուրդ ջան, տեսեք ով է եկել, իմ ձեր սիրելի սատիկ տատիկ մայրիկը, մի քիչ հոգնել է ճանապարհից, չէ՞, մռնեմ արևից, ոչինչ։ Էտա, երնորը մի շատերն էին գրել, վայ, սատիկը, տատիկը, որ չկա, ասում եմ, ցակ դատարկ ոնց որնի, ճիշտ եք ասում, երեխեք ջան, ես որ առավոտ արտանում էի, չէի լսում, ձեն չկար, մտնում էի տունը, վոլեները, փեղկերը բացում էի, են կատուներ իր հավատարիմ նստած սեղանի։ Դերից մի սեմպերի ուտելի կեմպերին ինչ լավ են ուտում, քեֆ են անում, Եկավ մամ սևուկը, տեսար քեզ, մամ աբսոլյութ չի վախենում, գիտես չէ ինքը, բայց այն մեկը այնքան ինքնասիրություն ունի բարձր։ Այն օր Աննան էր զանգի, այնքանացի ծաղում ասում եմ, ես մեռել էի, որ ասեցիր, որ տենց ջղայնացել էի վերեկտեր, եկել էր կերել էր իմ բանը գողփիսոն, ասեցի, այ մարդիկ էլ են տենց, մեկը կա ինքնասիրություն, մեկը չէ, պարզվում է գրետ էլ անինքնասիր այն մեկ ինքնասիրություն։ Լավն է, այ մարդին կատուների խաթրին չկսնես։ Հա, Սերջին ասում, Սերժ, էսանք մեր բակի կատուներն են, Սերջը խնդա նայեց, ասեց, եթե մի հատ էլ եկել ես կողմ մեր ուտելիքը կերել, բանին, մամին գործից հեռացնելու ենք։ Ոնց էր եղանակ ընդեղ մեռնեմ արևիդ։ Շատ տուն եկան շոկ է, չի կան քնի, Մամ, քոմոդ լեննականն է, մամ, քոմոդ լեննականն է աստեղ։ Չպացի չի կան քնի։ Մամ, այդ էցի Դավիթ ես տունը հնարավոր չէր քնել։
Մամջան ոնց եմ ժողովրդին ասա, մինչև վաղը Կներեք ես մի քիչ հոգնածեմ։ Նախքան ավարտը վլոգի չմոռանամ հիշացնել, որ դնեք լայքերը, քանի որ դուք եք ինձ խնդրել, եւ ուզում եմ ավարտել այսօրվային վլոգը, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, սիրելիներս, ցանկանում եմ ձեզ ամենալավը եւ ամենակարևորը առողջություն, առողջություն, առողջություն։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, փակա